Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, կարելի է ասել մայիսի 4-ից 6-ը Երևանը լինելու է ինչ-որ իմաստով աշխարհի ուշադրության կենտրոնում, այստեղ մի շարք միջոցառումներ են անցկացվելու Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որոնք տարբեր օրակարգեր ունեն, բայց ընդհանուր առմամբ հասկանանք, թե ինչ են տալու այս գագաթնաժողովները ընդհանուր առմամբ եւ նաեւ Հայաստանի տեսանելիության առումով եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առումով ինչու է Հայաստանը հատկապես այս տարի առանձնացվել եւ այս գագաթնաժողովները տեղափոխվել են Երևան։ Դե գիտեք, պատճառները տարբեր են, ընդհանուր առմամբ սա նոր երևույթ է, 22 թվականին է հիմնադրվել, Ֆրանսուଆ Մակրոնն է ըստ էության եղել այդ եվրոպական քաղաքական համայնքի այդ գաղափարի, այսպես ասած, ստեղծողը, հա, գեներացնողը, առաջ քաշողը։ Եվ կարելի էր էլի ակնկալել, որ հատկապես հաշվի առնելով Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մակարդակը եւ նաեւ հաշվի առնելով ըստ էության տարածաշրջանի կարեւորությունը, հա։ Եվ եթե չեմ սխալվում, նաեւ Ադրբեջանում է լինելու ապագայում, բայց կոնկրետ Հայաստանը այս առումով գիտեք ինչի է կարեւոր, որ հստակ Հայաստանը ուղերձ է հղացել ամբողջ աշխարհին ուղված, ըստ որի Հայաստանը շարժվում է առաջինը Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, Հայաստանը դեմոկրատիզացիայի այդպես ճանապարհը խորացնում է եւ Հայաստանը նաեւ պատրաստ է այնպես դիրքավորվել, որ աշխարհակաղակական տարբեր կենտրոնների հակասությունները այս տարածքում հնարավորինս մինիմիզացվեն եւ Հայաստանը նաեւ առաջարկում է այնպիսի մի ձևաչափ, որտեղ կարող են նաեւ որոշակի այսպես շահերի համադրումներ լինել եւ բոլորը շահել։ Այսինքն տեսեք մի կողմից հստակ է ուղերձը, հստակ է ճանապարհը առայն, որ Հայաստանը ընտրել է եվրոպական քաղաքակրթությունը, եվրոպական քաղաքակրթական, այսպես ասենք, տարածքը, քաղաքական նաև տարածքը, որտեղ Եվրամիության անդամ դառնալու նպատակը նշանակում է դու նաև քեզ ասոցացնում ես փաստորեն այդ քաղաքական տարածքի հետ։ Դու ուզում ես դառնաս այդ քաղաքական տարածքի մասը, բայց մյուս կողմից էլ փաստորեն Հայաստանը նաև ասում է, որ ես չեմ ցանկանում, որպեսզի այդ հակասությունների մեջ մտնեմ, տարբեր աշխարհակաղակական կենտրոնների կոնֆլիկտների մեջ մտնեմ եւ չեմ ցանկանում, որ որևէ մեկը ինձ օգտագործի դիմացինին հարվածելու համար։ Ու այս առումով նաև Հայաստանը հատուկ այսպես գրավչություն է ստանում եւ նաև որպես տրանզիտային, այսպես ասած, հա, այսպես ասած կարելի ասել երկիր նաև այդպես է դիրքավորվում, որովհետև խաղաղության խաչմերուկը ըստ էության հենց այդ գաղափարն է, որը առաջ է քաշել Հայաստանը, որ կարող են տարբեր աշխարհամասերից, տարբեր աշխարհակաղակական նաև կենտրոններից, ուրեմն կապեր հաստատել մեկը մյուսի հետ Հայաստանի միջոցով, որովհետև այստեղ անվտանգ է, այստեղ կա խաղաղություն, այստեղ կա ապահովություն եւ վերջի վերջո այդ ամեն ինչը իհարկե բնականաբար նպաստելու է Հայաստանի զարգացմանը, բայց դա գրավիչ է դարձնում Հայաստանը գրավիչ է ինքն իրեն գրավիչ է դարձնում, այսպես ասենք, շատ տարբեր խաղացողների համար։ Այսինքն նորովի է դիրքավորվում Հայաստանը, ճիշտ հասկացա, որ Այո, որպես ու շատ կարևոր է որպես անկախ սուբյեկտ, այսինքն որևէ մեկը արդեն իսկ, հա, չի կարող էլի ասել, որ դե դուք ինչ որ մի պետության շահերն եք այստեղ առաջ տանում, դուք չունեք անկախ արտաքին քաղաքականություն, հա, այսինքն սա է էլի կարևորը, որ միջև վերջերս ըստ էության աշխարհում Հայաստանին ընկալում էին որպես այնուամենայնիվ պետություն, որը իր անկախ արտաքին քաղաքականությունը առնվազն չունի կամ շատ սահմանափակ է այդ անկախությունը։ Կամ պայմանավորում է այլ ուժերի հետ։ Այո, դե հենց դրանով պայմանավորված։ Եվ հիմա փոխվում է շատ բան, ու նաև
Բնականաբար այս ամեն ինչը կարող է նաև նպաստել նրան, որ ճանաչելիությունը աշխարհում Հայաստանի բարձրանա։ Եկեք անկեղծ լինենք, շատ շատերը տարբեր աշխարհամասերում տեղյակ չեն ընդհանրապես Հայաստանի գոյության մասին նաև, բայց վերջի շրջանում մենք տեսնում ենք, որ այդ ճանաչելիության մակարդակը բավականին բարձրանում է, իսկ նման միջոցառումները բնականաբար ել ավելի են բարձրացնում ճանաչելիության մակարդակը։ Գումարած դրան բիզնես համայնքը, միջազգային բիզնես համայնքը, սկսած տրանսնացիոնալ կորպորացիաներից, վերջացրած ինչ-որ փոքր, միջին ձեռնարկատերեր, հա, խոշոր բիզնեսներ եւ այլն տարբեր էլի տեղերում, իրենք երբ որ նայում են, որ այ Հայաստանը այսպիսի փաստորեն հարթակ է այսօր դառնում, հա, իրենց համար դա որոշակիորեն նաև բիզնես գրավչություն է ստեղծում, այսինքն մոտիվացնում է շատերին ինվեստիցիաներ անել, Հայաստանի բիզնես կառույցների հետ աշխատել, Հայաստանի Հանրապետության հետ աշխատել, հա, այնպես որ սա չափազանց իհարկե կարևոր իրադարձություններ են, այսպես ասենք, ոչ թե մեկ իրադարձություն, նաև չմոռանանք Երևան Dialogue-ը, որը ամսի 5-ին եւ 6-ին պետք է իրականացվի եւ էլի շատ այսպես եւ քաղաքական գործիչներ եւ շատ այսպես հայտնի փորձագետներ, քաղաքագետներ եւ այլն նույնպես գալիս են, ինչը նույնպես շատ ու շատ կարևոր է Հայաստանի այսպես համաշխարհային միջազգային ասպարեզում դիրքավորելու առումով, հա, նաև որպես ինչ որտեղ կարելի ասել գիտական, փորձագիտական, այսպես ներուժի չասեմ ներուժ գեներացնող, բայց նա ինչու ոչ, նաև, բայց ամեն դեպքում որպես հարթակ, հա, որտեղ մարդիկ կարող են գալ եւ խոսել միջազգային խնդիրներից, խոսել կարևորագույն հարցերից, հա, քննարկումներ անել եւ նաեւ ինչ որտեղ միգուցե եւ որոշումների կայացման համար որոշակի հիմքեր ստեղծել, որովհետեւ այդպիսի ֆորումները իրեն կարող է ուղղակի այսպես չեն որոշումներ գեներացնում, բայց իրենք ստեղծում են պայմաններ նաեւ հետագայում որոշումներ գեներացնելու համար, հա, միջազգային մասշտաբի որոշումներ։ Օրինակ ես հիշում եմ նախկին անցյալ տարվա Երևան Dialogue-ի ժամանակ պանելներ կային, որտեղ քննարկվում էին շատ կարևոր հարցեր, օրինակ, չգիտեմ, ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, հա, ընդհանուր նաև շատ մասնագիտական, ասենք կլիմայական փոփոխությունների հետ կապված հարցեր եւ քննարկում էին մարդիկ, որոնք որոշումների կայացման գործընթացում ունեն մասնակցություն, հա։ Մի խոսքով ես կարծում եմ, որ անչափ ուղղակի կարևոր իրադարձություններ են եւ իհարկե պետք է ամեն ինչ անել, որպեսզի շարունակականությունը նաեւ ապահովենք, այսինքն տարբեր տեսակի նման միջոցառումները ավելի շատ կազմակերպվեն Հայաստանում։ Պարոն Վարդանյան, մենք գիտենք, որ դեռևս 2022 թվականից այստեղ են Եվրամիության դիտորդական առաքելությունը եւ քաղաքացիական առաքելությունը նաեւ վերջերս եկավ, որպեսզի ընտրություններից առաջ հիբրիդային տրամաբանության մեջ օգնություն տրամադրի Հայաստանին։ Եվրամիությունում քիչ չեն գիտեք խոսակցությունները, որ Եվրամիությունը պիտի որոշակի նաեւ ռազմաքաղաքական այսպես բաղադրիչի վերածվի հետագայում։ Եվրամիության հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ինչու են հատկապես կարևոր եւ արդյոք որոշակիորեն կարող են նաև Հայաստանի համար, այսպես ասած, անվտանգային բարձիկ դառնալ, թեև մենք արդեն որոշ կոմպոնենտներ տեսնում ենք։ Եվրամիության հետ հարաբերությունների կարևորությունը նախ եւ առաջ նրանում է, որ մենք մեր երկրի ներսում ավելի խորքային, ավելի որակյալ բարեփոխումներ կարողանանք իրականացնել։ Եվրամիության դերակատարությունը ես հիմնականում տեսնում եմ այստեղ, որովհետև նրանք ունեն ամենաբարձր չափանիշները տարբեր ոլորտներում, ամենաբարձր։ Եվ իրենք ունեն պատրաստակամություն եւ հնարավորություններ նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, իրենց փորձով կիսվելու եւ նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, չէ՞։ Եվ վերջի վերջո Եվրամիությունը նաեւ մեծ շուկա է։
Մեզ հիմա չափազանց անհրաժեշտ են տարբեր շուկաներ։ Մենք այսօր դիվերսիֆիկացիայի քաղաքականություն ենք իրականացնում եւ շատ բարձ ճշմարտություն կա, որ մինչ այժմ մենք շատ լուրջ կախվածություն ունենք Ռուսաստանից այդ առումով, տնտեսական կախվածություն, եւ այդ տնտեսական կախվածությունը նվազեցնելու առումով մեզ անհրաժեշտ է, որ եվրոպական շուկան հնարավորինս բաց լինի մեր համար, որpիսի մենք կարողանանք եվրոպական շուկայի մուտքը, այսպես ասած, խորքային առումով ունենալ, մենք պետք է համապատասխանեցնենք մեր ամեն ինչը եվրոպական ստանդարտներին։ Եւ նաեւ Թուրքիայի հետ բաց սահման ունենալու մասին չմոռանանք։ Իհարկե, եւ դա կարեւոր է նաեւ այն առումով, որ Թուրքիան հենց ըստ էության եվրոպական մաքսային տարածքի անդամ է, եւ սա չափազանց կարեւոր է իսկապես մեզ համար, բայց այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ այո, իհարկե, այս ամեն ինչը հաշվի առնելով, այս բոլոր վերապահումները հաշվի առնելով, միանշանակ է մի բան, երբ որ դու քո տնտեսությունը զարգացնում ես, երբ որ քեզ ընկալում են որպես լուրջ երկիր, որպես երկիր, որը ընտրել է այդ ճանապարհը, հա, եվրոպական ճանապարհը ըստ էության, եւ նաեւ այն աջակցությունը, որը դու ստանում ես, դա իհարկե նպաստում է քո անվտանգության ամրապնդմանը միանշանակ, բայց այստեղ նաեւ մի բանի մասին մենք միշտ պետք է կարծում եմ խոսենք, որ ամենակարևոր անվտանգային բաղադրիչներից մեկը, քո անվտանգությունը ապահովող ամենակարևոր տարրերից մեկը այն է, որ քեզ որևէ մեկը չընկալի որպես իր նկատմամբ սպառնալիքներ գեներացնող սուբյեկտ։ Դու չպետք է որևէ մեկին սպառնաս բնականաբար եւ քեզ չպետք է որևէ մեկ այդպես ընկալի ու դրա համար շատ կարևոր է։ Նկատի ունեք, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները պետք չէ հակադրել օրինակ հայ-ռուսական հարաբերություններին, ճիշտ եմ հասկանում, որովհետև վերջին օրերին առնվազն պաշտոնական Մոսկվայից շատ ագրեսիվ հայտարարություններ են հնչում Եվրամիության հասցեին։ Նաեւ իհարկե։ Դեստեղ առաջի հերթին իհարկե նկատի ունեմ այն պետությունները, որոնց հետ դու կոնֆլիկտի մեջ ես եղել։ Եվ բնականաբար Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր տեսնում են, որ Հայաստանը գնում է խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհով եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ համոզմունքը մեր հարևան երկրների, հա, մոտ խորանա, որ Հայաստանը որևէ պարագայում որևէ սպառնալիք իրենց ուրեմն չի անելու, այսինքն սպառնալիք չի լինելու։ Բայց այնուամենայնիվ Ադրբեջանում դեռևս մտավախություններ կան այդ առումով։ Կան դեռևս, այո, կան։ Կան, ինչու, գիտեք, հիմնականում այն պատճառով, որ իրենք տեսնում են, որ կան Հայաստանում որոշակի շրջանակներ, որոնք ըստ իրենց ունեն ռևանշիստական հռետորաբանություն, հակա այսպես թուրքական, հակա ադրբեջանական հռետորաբանություն, եւ իրենք մտավախություններ ունեն, որ այդ ուժերը կարող են վաղը մյուս օրը գալ իշխանության եւ ելի ամեն ինչ զրոյից սկսի եւ այլն եւ այլն։ Սա լուրջ խնդիր է իհարկե։ Բնականաբար իրենք տեսնում են, որ իշխանությունների մակարդակում չկա ոչ մի ռևանշիստական, այսպես ասած, հռետորաբանություն։ Իրենք տեսնում են, որ իշխանությունները ունեն լայն աջակցություն, դա էլ են տեսնում, բայց այնուամենայնիվ այնտեղ կան կասկածներ, որ դե լավ, բայց միգուցե ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, հա, կարող է հանկարծ ռևանշիստական ինչ-որ ուժեր կան իշխանության վաղը մյուս օրը եւ այլն։ Դրա համար սպասում են նաև ընտրություններին այնտեղ։ Այսինքն այդ պատերազմի խոսույթը հատկապես ես ուզում եմ հասկանալ, դա չափազանցություն չի, դա նախընտրական չափազանցություն։ Վերջերս, եթե չեմ սխալվում, դրա մասին խոսեց ուժեղ Հայաստանի առաջի համարը, որը հրաշարվում է ասել, որ ինքը վարչապետի տեխնացու է իդեպ։ Սա էլ է հետաքրքիր բան, սա առանձին խոսակցություն է։ Ինքը ասեց ասեց Արցախը անկախ պետություն է։ Ինքը ասեց մենք նկարտումներ չունենք
երկրների նկատմամբ, որևէ երկրի նկատմամբ, Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ, երբ որ արծեցին բա Արցախը, դե ասեց Արցախը ինչ, Արցախը անկախ պետություն է, այսինքն եղել եւ ոնց, այսինքն դուք համարում եք, որ չէ, այսինքն դուք համարում եք, որ դա փաստորեն մի տարածք է, որը չի պատկանում Ադրբեջանին։ Իրենք նայեք, ուղղակիորեն այսօր խուսափում են այդ բառակապակցությունը, այդ նախադասությունը ասել։ Որովհետև գիտե ինչու են խուսափում։ Թե որովհետև դա կնշանակի, որ իրենք իրենց այդ թեզը, որ մենք շարունակելու ենք բանակցությունները, ավելի շուտ չենք շարունակելու զրոյական կետից, չենք սկսելու բանակցությունները զրոյական կետից, այլ շարունակելու ենք բանակցությունները, կեղծ թեզ է։ Եթե ուղղակիորեն ենք ասում են վերաբանակցելու ենք, չէ, դե ասում են, որ այ Փաշինյանը ժամանակին ինքը զորական կետից սկսեց, մենք դες բան չենք անելու։ Կան արդեն ձեռք բերված համաձայնություններ, պայմանություններ, մենք դա չենք չեղարկելու, ասում են, չէ՞։ Բա իրենց այն մնացած թեզերը, որոնց մասին ես ասեցի, հակասում են դրան։ Եվ եթե իրենք հենց ուղղակիորեն ասեն, հիմա ասենք լրագրողները կարող են, չէ՞, ուղղակի հարցնել։ Ասել, պատասխանեք ուղղակիորեն եւ ասեք այո կամ ոչ։ Կտեսնեք, որ խուսափելու են։ Հիմա հարցը հետեւյալն է. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, թե ոչ։ Թող այդ հարցին պատասխանեն։ Այո, ոչ։ Խուսափելու են պատասխանելուց։ Ադրբեջանը այդ խուսափողական պատասխանը ընկալում է, որ ուրեմն դուք չեք ճանաչում դա, չէ, իմ մասը, նշանակում է դուք ծրագրեր ունեք, եթե դուք գաք իշխանության, ծրագրեր ունեք վաղը մյուս օրը հետ բերելու, այսինքն ըստ ձեր տրամաբանության հետ բերելու, այսինքն վերահսկողություն սահմանելու, այսինքն իսկ ո՞նց է դա տեղի ունենալու, եթե ոչ առանց պատերազմի, որտեղ Ադրբեջանը ասում է դա իմ տարածքն է եւ ամբողջ աշխարհը ընդունում է, որ դա իր տարածքն է։ Այո, ընդդիմադիր հիմնական խոշոր ընդդիմադիր սուբյեկտները հասկանալով իհարկե, որ զուտ պատերազմի հռետորաբանությունը Հայաստանում անհնարին է վաճառել ընտրողներին, որովհետև ընտրողների Հայաստանի հասարակությունը միայն խաղաղություն է ուզում, միայն։ Իրենք ասում են, մենք էլ ենք խաղաղություն ուզում, այդ խաղաղությունը օժտում են ինչ-որ ածականով, այդ խաղաղություն բառը, բայց իրենց ամբողջ փիլիսոփայությունը, իրենց ամբողջ հռետորաբանությունը, իրենց կոնկրետ խոսքերը, քայլերը եւ այլ բանի մասին են, ըստ էության կոնֆլիկտային տրամաբանության վրա են հիմնված եւ իրենք այո կարող են ստեղծել այդ կազուս բելին, եթե իրենք գան իշխանության։ Մի ուրիշ բան էլ ասեմ, Սամվել Կարապետյանի թիմը ասում է, որ մեզ համար հպարտություն է, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է։ Ոնց եք դուք պատկերացնում այդ դեպքում, որ Սամվել Կարապետյանը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, եթե ինքը Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է։ Պարզ է, չէ, որ դա նշանակելու է լրիվ կոնֆլիկտային էլի տրամաբանություն, պարզ է, որ ուզիել նույնիսկ չի կարող Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ Ռոբերտ Քոչարյանը, հա, շարունակել այսօրվա գործընթացը, խաղաղության այսօրվա գործընթացը, դա անհնարին է լինելու եւ վերջո չմոռանանք մի կարևոր բան, իրենք բոլորը պրոռուսական քաղաքական ուժեր են։ Իսկ Ռուսաստանին խաղաղություն պետք է թե ոչ։ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որ կոնֆլիկտային իրավիճակը, տեսեք, չեմ ասում անպայման պատերազմը, բայց կոնֆլիկտային իրավիճակը պահպանվի, որպեսզի ինքը կարողանա խաղալ դրա վրա եւ իր ազդեցությունը ամրապնդել, խորացնել եւ այլն։ Ինքը հիմա զրկվել է կարևորագույն գործիքից, պետությունների վրա ճնշում բանեցնելու, շանտաժի լեզվով խոսելու, հա։ Այդ գործիքից զրկվել է
Հիմա այս մարդիկ, այս կուսակցությունները, իրենք լինելով պրոռուսական, իրենք բնականաբար առաջ են քաշում Ռուսաստանի շահը եւ իրենք փորձելու են փաստորեն Ռուսաստանին էլի բերել այստեղ այդ կոնֆլիկտային տրամաբանությունը նորից զարգացնել, իսկ Ադրբեջանը ըստ էության ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը իր վրա հնարավորինս թուլանա, որպեսզի ինքը հնարավորինս անկախ խոսի եւ վերջի վերջո ինքը այսօր ասում է հազիվ ես փաստորեն ազատվել եմ, հա, այդ ամեն ինչից, այդ կախվածությունից, որովհետեւ իսկապես Ռուսաստանը օգտագործել է միշտ այդ գործիքը նաև Ադրբեջանի դեմ։ Տեսեք, մենք ասում ենք, որ ինքը զենք է, չէ, վաճառել Ադրբեջանը։ Այո, այդպես է։ Այդպես է։ Բայց արդյունքը չի եղել է այն, որ ինքը դրանով ուժեղացնի ուղակի Ադրբեջանին, որ Ադրբեջանը անկախ լինի, անկախ քաղաքականություն վարի։ Ինքը դա արել է, որպեսզի Ադրբեջանը նաև կախվածության մեջ ընկնի Ռուսաստանից, չունենա արտաքին քաղաքականություն իրականացնելու ուրեմն ազատություն, հա։ Եվ դրա համար Ադրբեջանի կողմից արդեն Ռուսաստանի վերադառնալը այս կոնտեքստում բնականաբար նշանակելու է, որ Ադրբեջանը արդյունքում էլի կախվածության մեջ է ընկնելու եւ դա էլ արդեն հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանը շուռ է գալու դեպի ամբողջ աշխարհ, դեպի արևմուտք, ասելու է, որ նայեք, տեսեք, հիմա էլ հայերը էլի Ռուսաստանի միջոցով ուզում են նորից կոնֆլիկտ հրահարել, այնպես անել, որ էլի ձեր շահերը այստեղ պաստորեն ամբողջությամբ վնասվեն, հա, եւ ես իրավունք ունեմ ուրեմն պրևենտիվ հարվածներ հասցնելու, որ այս ամեն ինչը չլինի եւ աշխարհը բնականաբար այդ ժամանակ միանշանակորեն աջակցելու է Ադրբեջանի, ասելու է այո, կա այդպիսի բան։ Ոչ մեկ չի ասելու, դու ինչի առաջինը ինչ որ հարվածներ օրինակի համար սկսեցիր, որովհետեւ հիմնովի է լինելու, ինքը բերելու է այդ ամբողջ, հա, այդ փաստարկները, որ այ տեսեք, սա է։ Իրենք ուզում են վաղը մյուսօրը էլի բան անեն, ուժ կիրառեն իմ նկատմամբ, ասելով, որ դա իրանց, ասենք, պատմական հողն է, որ իրենց պետությունն է, իրենք կորցրել են այդ ամեն ինչ եւ այլն, եւ Ռուսաստանի աջակցությամբ են հիմա դա անելու։ Քանի որ խոսեցիք այդ ուժերի մասին այն համատեքստում, որ իրենք խոսում են խաղաղությունից, բայց մեկ այլ բան են պլանավորում եւ այլ բան են ծրագրում, իրենք նաեւ խոսում են Եվրամիության հետ լավ հարաբերություններ կառուցելու մասին եւ օրերս օրինակ նույն Սամվել Կարապետյանի որդին Մակրոնին խորհուրդ էր տալիս պետական այցի շրջանակներում հանդիպել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ իր հոր հետ։ Ինչպես հասկանալ նաեւ այս խոսակցությունները վիզաների ազատականացման մասին խոսակցությունները ասում են, որ Եվրոպան պիտի բաց լինի ձեզ համար, նաեւ խոսենք կարծես թե Ֆրանսիայում էլ միանշանակ չի ընդունում Սամվել Կարապետյանը, այնտեղ էլ դատական գործերի մեջ է, բայց այնուամենայնիվ իրականությունը լրիվ այլ կերպ է փաթեթավորվում։ Հասկանանք այս ամբողջ փաթեթավորումը իրենց նաև եւ թե ինչու են այս ընտրությունները այսքան կարեւոր եւ ինչ երկընտրանք է դրված լինելու։ Իրենք այս թեզերը առաջ են քաշում, գիտեք ինչի համար, որովհետեւ շատ լավ գիտեն, որ Հայաստանի հասարակության մեծ մասը, գերակշիռ մեծամասնությունը եվրոպական ճանապարհ է ցանկանում։ Ուզում է վիզայի ազատականացում, հա, ուզում է եվրոպական ստանդարտներ։ Եվ դրա համար ինքը չի կարող ասել, որ այդ ամեն ինչը վատ բան է, մենք հանդես ենք գալիս դրա դեմ։ Ընդհանրապես որևէ մեկը չի էլի աջակցի, չի ընկալվի։ Հասկանում եք։ Իրանք նաև գիտեն, որքան մեծ է Հայաստանում հակակրեմլյան տրամադրությունները, ոչ հակառուսական, հակակրեմլյան հենց։ Եվ իրենք ասում են, որ դե մենք նույն բանն ենք, ուղղակի որակյալ, ուղղակի ճիշտ։ Ուժեղ։ Հա, ուժեղ։ Այ իշխանությունները իրենք թույլ են, իրենք իրական կեղծ են, իրենք չեն էլ ուզում եվրոպական ճանապարհով գնալ, հա։ Այ մենք ենք իսկական եվրոպական ճանապարհով գնացողներ, այլ մենք ենք իսկական խաղաղություն ապահովողներ, տեսեք։ Գիտեն, որ խաղաղություն են ուզում, ասում են մենք ենք խաղաղությունը։ Գիտեն, որ եվրոպական ճանապարհը հասարակություն ուզում, ասում են մենք հենց եվրոպական ճանապարհով ենք գնում։ Սա ուղղակի քարոզչական հնարք է, զուտ քարոզչական հնարք,
որևէ որոշում կայացնող եվրոպական տարածքում չի կարող սա այս, չգիտեմ, քարոզչական հնարքին տրվել, այսպես ասենք։ Բացառում է դա ուղղակի։ Բա ընտրողը, մենք ավելի շատ ընտրողի մասին ենք խոսում։ Հա, դե իսկ ընտրողը հիմա ընտրողը բնականաբար այդ ուժերը ունեն իրենց էլեկտորատը։ Այդ ուժերի էլեկտորատը անկեղծ ասած զգալիորեն այն մարդիկ են, որոնք այս կամ այն ձևով կապված են կամ կախված են ֆինանսապես կարելի ասել նաև այդ մարդկանցից աշխատում են իրենց ձեռնարկություններում, օրինակի համար իրենց բիզնեսներում են ներգրաված եւ այլն եւ այլն։ Ու նաև մի զգալի հատված էլ մեծ շահույթներ է ունեցել նախկին ավտորիտար ռեժիմի շրջանակներում եւ հույս ունի, որ այդ նույն շահույթները, որ ինքը ունեցել է, այդ արտոնյալ դիճքը, որ ինքը ունեցել է, հիմնականում անօրինական իհարկե ճանապարհներով, հա, ինքը կվերականգնի, եթե այդ ուժերը կան։ Հիմա այս քարոզչությունը ես չեմ կարծում, որ իրենց մոտ ինչ-որ մի բան կփոխի։ Այդ դեպքում հարցածակում էլ ինչի են իրենք այս ամեն ինչը անում, ինչի են դա անում։ Եվ կարող ենք ասել, որ դե փորձում են ուղղակի, իմանալով, որ դե հասարակությունը սենց բաներ է ուզում, մենք էլ ասենք, որ մենք էլ ենք նման բաներ ուզում, միգուցե հասարակության մի հատվածը, որը հարցեր ունի, դժգոհություններ ունի օրինակ իշխանություններից, ինչ-ինչ պատճառներով բացասական վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ, իրենց որպես այլընտրանք բան կանի։ Կասի, հա, չէ, այս բան չեն։ Իրանք բռնապետ չեն, նենց չի, որ իրանք պատերազմի են տանելու բան, չէ, փաստորեն էլի դեմոկրատիա կլինի, եվրոպական ուղի կլինի, խաղաղություն կլինի, բայց հա, չի լինի այն ուժը, որին ես չեմ սիրում։ Միգուցե իրենք այդ որոշակի էլեկտորատի մի փոքր հատվածի վրա են աշխատում։ Ես կարծում եմ, որ տեսեք իրենց հաշվարկը որն է։ Իսկ ընտրակաշարքները։ Այ հիմա դրան էլ կանդրադառնամ, էլի։ Նայեք, իրենք ինչ որ մի փաստորեն տոկոս ունեն ինչ որ մի էլեկտորատի հատված, այս քարոզչությունը նրանց համար չի։ Այդ մարդիկ այսպես թե այնպես իրենց օգտին քվեարկելու են, բայց մի հատ բայց կա։ Հիմա դրան այդ բայցին կանդրադառնամ, եթե մոռանամ հիշեցրեք, էլի այդ բայցը։ Ուրեմն իրենց անհրաժեշտ է իրենց հաշվարկներով, ասենք մի քանի տոկոս։ Իրենք մտածում են, որ կարողանան այնպես անել, որ մոտավորապես Գյումրիի, ասենք, սցենարը լինի, ասում են, այ տեսեք, ոնց կարողացանք անել Գյումրիում օրինակի համար, հա։ Ինչու ոչ, ինչու չկարողանալ դա անել համապետական մասշտաբով։ Եվ մտածում են, որ դե քանի որ Գյումրիում այս ամեն ինչը տեղի ունեցավ, համապետականի մակարդակով էլ կարող ենք մի քանի տոկոս ավել բան անել եւ այս քարոզչությունը, այդ չկողմնորոշված Փաշինյանի նկատմամբ այսպես բացասական որոշակի վերաբերմունք ունեցող հատվածին է ուղղված կարողանալ գոնե այդ փոքրիկ տոկոսի վրա աշխատել, այդ փոքրիկ տոկոսը գումարել իրենց արդեն իսկ ունեցած ընտրազանգվածին, իրենց հաշվարկով եւ իրենք կարողանան մեծամասնություն միասին վերցրած ունենալ։ Բայց նույնիսկ իրենց այդ վերապահումը, որ ասում էի, հա, իրենց այնուամենայնիվ այդ քիչ թե շատ կայուն էլեկտորատը, որը նաեւ 21 թվականին է եղել, հա, դե հիմնականում այն ժամանակ Քոչարյանին քվեարկեցին այդ մարդիկ։ Հիմա փաստորեն այդ էլեկտորատը սենց մասնատվել է, չէ՞, մի մասը մնում է Քոչարյանին, մի մասը գնացել է Սամվել Կարապետյանին, հա, այնտեղ մի փոքրիկ մասն էլ Բարգավաճ Հայաստանի։ Իրենք այդ մարդիկ հիմնականում այնուամենայնիվ նաև այն գաղափարով են գնացել քվեարկել այն ժամանակ եւ հիմա էլի գնան քվեարկեն, որ դա անվնաս մի բան է իրենց համար, դե գնանք եւ նաեւ ֆինանսական օգուտներ կարող ենք ստանալ, հա, եթե ոչ այսօր, այլ վաղը։ Դե իրանք կդասավորեն ինչ որ մի բան մեզ համար բան, մենք ավելի լավ կապրենք մի խոսքով, ի շնորհիվ նրա, որ հա, իրանք իշխանության են։ Հիմա եթե այդ էլեկտորատը ակնհայտ տեսնի, ակնհայտ, որ ոչ մի շանս իրանք չունեն
իշխանության գալու։ 21 թվականին մի քիչ ուրիշ էր իրավիճակը։ Կային կասկածներ, բան անհասկանալի էր շատերի համար, որ միգուցե կարող է։ Հիմա այս անգամ եթե իրենք տեսնեն, որ ինչ Գյումրի սցենար, ինչ 21 թվականի մթնոլորտ, չէ, սա լրիվ ուրիշ է։ Ոչ մի շանս չունեն, պլյուս դրան։ Շատ էսպես նաև ռիսկային է, չգիտեմ, ասենք գնալ եւ նա քվեարկել իրենց օգտին, որովհետեւ նախ իրենք շատ լավ գիտեն, որ կա ընտրակաշարքի այսպես բան, հա, համակարգ եւ ասենք քո ծանոթը նայեք, այս մի հատ առանձին անթրոպոլոգիական իհարկե նաեւ հետազոտության հարց է, այդ մարդկանց, քանի որ ընտրակաշարքի բավականին լայն համակարգ կա, հիմա այս մարդը կարող է ընտրակաշարք չի վերցնում, բայց իր ընկերոջ ընկերը կամ բարեկամը բարեկամի բարեկամը վերցնում է ու իրանք փոխկապակցված են, չէ՞։ Հիմա ինքը կարող է մտածի, հա, ես չեմ վերցրել, բայց եթե ես հիմա գնամ քվեարկեմ այդ ուժի օգտին, որը հաստատ պարտվելու է, ու ոչ մի ֆինանսական օգուտ ես չեմ ունենալու, բայց հակառակը իմ նկատմամբ կարող է լինի ուշադրություն, որովհետև քանի որ կա այդ ընտրակաշարքի համակարգը, ու իմ ընկերոջ ընկերը sense տենից ես գիտեմ, որ ինքը վերցրելու է կամ բարեկամս, կարող է ին վրա էլ կասկածեն։ Կարող է ես էլ ոնց որ բանի տակ մտնեմ, էլի, այսպես այդ համակարգի տակ մտնեմ, որ ինքը գիտի, չէ, որ իր ընկերոջ ընկերը վերցնում է, ինքը կապեր ունի, չէ, իր ընկերոջ բանի հետ։ Ինքը հեռախոսազանգեր է, չէ, ունենում իր ընկերոջ հետ կամ ընկերոջ մի խոսքով։ Ինքը ինչ որ սոցիալական կապեր ունի, չէ։ Ինքը կարող է արդեն մտածի, որ մի վարքյան, էլի, կարող է հենց այնպես ես փաստորեն գախտնա լսվեմ, այդ իմ ընկերոջ պատճառով կամ բարեկամի պատճառով, որը ընտրակաշարք վերցնում է։ Ինքը այսօր տեսնում է, չէ, որ ամեն օր ձայնագրություններ են լինում, այսպես հա, եւ ուզում եմ ասել, որ այդ նման բաները, երբ որ բոլորը տեսնում են, որ այս ուժը շեշտը դրել է ընտրակաշարքի վրա, շեշտը դրել է տարատեսակ այդ մանիպուլյացիաների բաների վրա, եւ ակամայից նույնիսկ այն մարդիկ, որոնք ընտրակաշարք չեն վերցնում, բայց ուզում են գնալ քվեարկել, ենթադրենք, մտածում էին, որ քվեարկեն այդ ուժերի օգտին, իրենք կարող է եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով, որպեսզի իզուր տեղը, այսպես ասած, չհայտնվեն այն ճամբարում, որի նկատմամբ կա իրավապահների ուշադրությունը, օբյեկտիվ ուշադրությունը, որովհետեւ ակնհայտ փաստեր կան, չէ՞։ Ինքը կարող է իր այդ հնարավոր պոտենցիալ որոշումը քվեարկել այդ օգտին ուրեմն իրականացնի։ Ուստի նշանակում է նաև այդ տոկոսն էլ է վտանգված։ Հիմա երբ որ շատ հաճախ նաև իշխող ուժի ներկայացուցիչները ասում են, որ իրենք չեն էլ անցնելու այդ շեմը, հիմա թվում է, որ ոնց կարող է այդպես բան լինի, չէ՞։ Վերջիվերջո իրանք ունեն ինչ-որ ստաբիլ էլեկտորատ։ Բայց այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ես իսկապես չեմ բացառում, որ այդ հնարավոր այդ իրենց ընդդիմադիր կայուն, այսպես ասած, տոկոսը իրենք չստանան։ Անկամ կորցնեն։ Այո, իրենք լուրջ բաներ կորցնեն, լուրջ դիրքեր եւ խնդիր լինի իսկապես անցումային շեմը անցնելու։ Չեմ բացառում դա։ Դա մեծապես կախված է նրանից, թե որքան ինտենսիվ, շարունակական ու խորքային կլինեն այդ բոլոր բացահայտումները։ Այստեղ իհարկե իրավապահների աշխատանքը շատ լուրջ է։ Իսկ եթե իրենք, ախր սա հենց մի հատ հետաքրքիր բան է, որ նայեք, եթե իրենք հրաժարվեն այդ գործելավոճից, ընտրակաշարք բաժանելու, հա, եւ այլ, այդ ծևերով։ Ոնց են իրենք մոբիլիզացնելու իրենց այդ էլեկտորատին, էլի։ Ինսենտիվա պետք չէ, այսինքն իրենց էլեկտորատի համար պետքա այդ գոնե խոստումը, որ քեզ լավ գործի կդնենք, լավ ընտրակաշարք հիմա չենք տա, բայց հետո քեզ լավ կլինի։ Ոնց են իրենք դա կարողանալու կազմը շատ բարդ է լինելու, էլի։ Դրա համար այստեղ կարծում եմ, որ ավելի շատ
իրավապահների էֆեկտիվ աշխատանքից է նաև շատ բան կախված։ Այ տեսեք ոնց է իրար հետ փոխկապակցված էլի այս ամեն ինչը, որ կարող է թվալ, որ կապ չունի դա, լավ, դե ինչ ա եղել։ Կոռուպցիոն բացահայտումը, հա, բայց այդ կոռուպցիոն բացահայտումը ազդում է ընտրությունների արդյունքների վրա այդ եղանակով։ Ուզենք թե չուզենք, սա իրականություն է։ Ներողություն, նորից մենք էլի սև ու սպիտակի ընտրություն պետք է կատարենք, խաղաղություն, թե պատերազմ, ժողովրդավարություն, թե բռնապետություն, սա է։ Իդեպ, երբ որ ասում են, որ երբ որ իրենք հանկարծ գան իշխանության, նախկին բարքերն են լինելու նախկին, ես չէի համաձայնվի դրա հետ, գիտեք ինչի, որովհետև նախկինը քիչ թե շատ փափուկ ավտորիտարիզմ է եղել, որոշակի ազատություններ են եղել։ Հիմա իրանք ստիպված են լինելու, հաշվի առնելով այսօրվա մթնոլորտը, հաշվի առնելով ժողովրդավարական մշակույթը արդեն որ կա, իրենք ստիպված են լինելու կոշտ, նույնիսկ եթե չուզենան, կոշտ բռնապետություն հաստատեն։ Նաև ինչու, որովհետև Ռուսաստանը այսօր շատ ավելի կոշտ բռնապետություն է։ Եվ այդ պարագայում Հայաստանում չի լինելու ընդհանրապես որևէ ազատություն, եւ ակնհայտ է, չէ, որ լինելու է դիմադրություն դրան, եթե պոտենցիալ, հա, հիմա ասենց ուղղակի բան ենք անում, սցենարներ ենք քննարկում։ Այդ դեպքում լինելու է բնականաբար դիմադրություն, եւ այդ դիմադրությունը իրենք ստիպված, նույնիսկ տեսեք, նույնիսկ եթե չուզենան, բայց իրենք պետք է ճնշեն, որպեսզի մնան իշխանության։ Այսպիսի ընտրություն է, ներողություն, սա է։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանն էր։ Կհանդիպենք։